Ժողովուրդ օրաթերթը գրում է, ինչքան մոտենում են 2026 թվականի ազգային ժողովի հերթական ընտրությունների օրերը, այնքան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում լարվում են ներկուսակցական հարաբերությունները։ Մասնավորապես լարված են ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ փոխհարաբերությունները։ Կարելի է ասել, Քոչարյանն այլևս համակիրներ չունի։ Խմբակցությունում բոլոր քպականներն ամեն ինչ անում են, որպեսզի Անդրանիկ Քոչարյանը հաջորդ խորհրդարանում չլինի։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները պնդում են, որ երբ Քոչարյանը սեպտեմբերին ներկայացնի 44-օրյա պատերազմի չարչրկված զեկույցը, նրան հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու գործընթաց կսկսվի։ Հրապարակ թերթը գրում է, թեև արդեն քանի օր է տարածաշրջանը եռում է եւ Հայաստանը վտանգից 5 պակաս վիճակում է, սակայն պետության ղեկավարն ու նրա խմբակը մեզ սպասվող ռիսկերի եւ իրենց անելիքների մասին խոսելու փոխարեն եկեղեցու դեմ արշավով են զբաղված։ Ստեղծված իրավիճակի մասին միայն մեկ արտաքին գործերի նախարարության հայտարարությունն է եղել, որով դատապարտել են Իրանի դեմ Իսրայելի հարձակումը։ Երեք քպականներից փորձեցին ճշտել, գնահատել են ռիսկերը, կան այդ ուղղությամբ քայլեր։ Բոլորը պատասխանեցին, քննարկել են ռիսկերը։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասաց, որ Հայաստանին վերաբերող ռիսկ չկա առայժմ, եթե Հայաստանին առնչվող որևէ բան լինի, բնականաբար կլինի օպերատիվ արձագանք։ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Իրանում ստեղծված իրավիճակից րոպեներ անց Հայաստանը գնահատել է ռիսկերը, գնահատել են, քննարկել ենք, շատ վաղ ժամի լույսը չբացված միջազգային գործընկերների հետ կապի մեջ ենք։ Թիվ 1 ռիսկն այն է, որ կարող է այդ պատերազմը շատ երկար տևել եւ այլ բնույթի վերածվել։ Հնարավոր է նաեւ այլ երկրների ներառվածություն։ Մեզ ստաբիլ հարևան է պետք, այնինչ տեղի է ունենում մեզ համար անընդունելի է, ասաց նա։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը անդրադառնալով Հայաստանի եւ Վրաստանի սահմանին բեռնատարների կուտակումներին եւ հարցին, եթե կառավարությունը ռիսկերը գնահատում է, ինչու են նման խնդիրներ առաջանում, ասաց. Իրանում ռազմական գործողություններ են, ռիսկը գնահատել չի նշանակում այդ ռիսկը վերացնել։ Նշանակում է, որ դրանից բխող խնդիրները կառավարում ես, եթե չես կառավարում, ստեղծում ես այլընտրանք եւ այլն։ Հրապարակ թերթը գրում է, Սամվել Կարապետյանի եկեղեցուն պաշտպանող հայտարարությունից շատ չանցած նկատեցինք, որ ազգային ժողովի դահլիճում բյուջեի քննարկմանը հետևող Նիկոլ Փաշինյանն անկանոն շարժումներ սկսեց անել եւ իր մոտ կանչեց ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին եւ ինչ որ հրանգներ տվեց։ Ապա Կոնջորյանը ելույթ ունեցավ ամբիոնից հեցին ուղված սպառնալից հայտարարություններ անելով, իսկ ԿՊ-ական մի շարք պատգամավորներ եկեղեցուն եւ նրա բարերար Սամվել Կարապետյանին նվիրեցին հայտարարությունների ժամը։ Նշենք, որ այն նստաշրջանի վերջին հերթական նիստերը 3 են մեկնարկել եւ կարող են 2 շաբաթ ձգվել օրակարգի ընդարձակ լինելու պատճառով։ Պատգամավորները, սակայն, այս փորձությամբ չեն բրծնելու, արտահերթ նիստեր են հրավիրելու։ Ժողովուրդ օրաթերթը գրում է 2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայի գների մակարդակը նվազել է 0.1%-ով, իսկ 2025 թվականի ապրիլի համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ։ Սա այն մարտավարությունն է, որ աշխատավարձերի բարձրացման մասին խոսող իշխանության օրոք ամեն բան թանկանում է մի քանի ամսում մի քանի անգամ։ Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025 թվականի մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4-ից 0.1%-ով, իսկ Երևան եւ Արտաշատ քաղաքներում գրանցվել է 0.2% գնաճ։ Բենզինի եւ դիզելային վառելիքի գները 2025 թվականի մայիսին ապրիլի համեմատ նվազել են 5.0% եւ 3.1%-ով։ 2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի համեմատ Հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 6.8% եւ 8.5%, իսկ 2024 թվականի դեկտեմբերի համեմատ համապատասխանաբար 7.0% եւ 3.3% գնանքում։ Հրապարակ թերթը գրում է, Սամվել Կարապետյանի հայտարարությունը ի աջակցություն եկեղեցու խաղ երկնքում պայթած ռումբի դեր խաղաց ստիպելով Նիկոլ Փաշինյանին բացահայտել, թե ինչ աստիճան է խախտված իր նյարդային համակարգը եւ ինչքան վտանգավոր է ինքը երկրի ղեկավարաթորին, նրա անձնական օգտագործման ներքին գործերի նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունն, բարեկապահակային ծառայությունը անմիջապես գործի էին անցել եւ արշավել դեպի Ունեցու փողոց հավասարակշռությունը կորցրած անձի
կամքը կատարելու։ Իսկ նա գրել էր. «Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ»։ Ազգային ժողովում գտնվող Փաշինյանն օրվա ընթացքում 4-ից 5 գրառում էր կատարել մեկը մյուսից խայտարակ, եւ այդ հրանգը գլխավոր դատախազը, ներքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ մյուսներն ուղիղ էին հասկացել։ 40-ից 45 անձ էր ձերբակալվել Ուլնեցու փողոցից առանց մեղադրանքի, առանց որևէ հիմնավորման՝ ի կատարումն բռնապետի կամքի։